Ինչ է կարծում Ռուսաստանը Փաշինյանին կանգնացել է ընտրության առաջ, ԵԱՏՄ կամ Եվրամիություն, ո՞րն է ճիշտը։ Իմիջայլոց Փաշինյանը երկու աթոռի է նստած, բոլորդ էլ գիտեք։ Ճիշտն էլ բոլորն էլ գիտեն, որ պետք է Ռուսաստանի հետ լինի։ Իսկ ինչ պետք է անի, որ տնտեսվարողների համար շահավետ լինի, քանի որ ապրանքները չեն արտահանվում, մարդիկ են չէ՞ տուժում։ Պետք է բոլորի հետ լավ լինի, ոչ թե մենակ Ռուսաստանի հետ, մենակ Եվրամիության հետ, բոլոր երկրների հետ։ Իսկ քաղաքական շահ է հետապնդում այս ամեն ինչի չեն կարծում։ Քաղաքական շահերը ինչ են պնդում։ Ինչ է կարծում, ինձ ձեր կարծիքն է հետաքրքիր, ինչ կլինի։ Եթե ինքը մնա պետության ոնց ասած ցղեկին, ոչ մի բանը լավ բան չի լինի։ Իսկ ինչ կոչ ունեք, ինչ պետք է անի ժողովուրդը, որ ինչ որ մի բան լավ լինի երկրի համար։ Ժողովուրդը պետք է հրաժարվի այս իշխանությունից։ Ինչ է կարծում ռուսական կողմը Փաշինյանին կանգնեցել է ընտրության առաջ, ԵԱՏՄ թե Եվրամիություն, քանի որ տնտեսվարողները չեն կարողանում ապրանքները արտահանել, խնդիրներ է առաջանում։ Ինչ պետք է անի Փաշինյանը, որ ճիշտ լինի։ ԵԱՏՄ։ Իսկ ինչ է կարծում, ինչ քաղաքական շահ է այս ամենը հետապնդում։ Մենք Եվրոպայում անելիք չունենք։ Եվրոպան ինքն է ավելի, չգիտեմ, Ռուսաստանը ինչքան էլ որ պարտված համարեն, բայց ինքը ուժեղ պետություն է, աշխարհի դեմ է կռվում։ Ինչ է կարծում ռուսական կողմը Փաշինյանին կանգնեցրել է ընտրության առաջ, ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Ո՞րն է ճիշտ, որը պետք է ընտրի Փաշինյանը։ Փաշինյանը չեմ կարող ասել։ Ինչ պետք է անի, չէ՞ որ տնտեսվարողների համար շատ դժվար է այս պահին ապրանքները։ Ամեն ինչը լավ բանի հասնելու համար միշտ ամեն ինչ դժվար է լինում, հեշտ չի լինում ճանապարհը։ Փշոտ է, չգիտեք, ազատության ճանապարհը։ Իսկ գոհ եք մեր իշխանությունների կատարած աշխատանքից։ Ահագին աշխատանքներ կա, գոհ եմ։ Ինչի գոհ չենք։ Խոստումները կատարում է 8 տարիների ընթացքում։ Չէ։ Երևի պետք է հնարավոր չի ինձ թվում է կատարել բոլոր խոստումները դժվար է մեր երկրում, մենակ երևի իրանցից չի կախված, մեզանից էլ է կախված։ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին երկընտրանքի առաջ է կանգնեցրել ԵԱՏՄ կամ Եվրամիություն։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսության համար որ ավելի շահավետ կլինի։ Եվրոտնտեսությունը։ Եվրո։ Ինչ է կարծում ռուսական կողմը Փաշինյանին կանգնեցրել է ընտրության առաջ, ԵԱՏՄ կամ Եվրամիություն, ո՞րն է ճիշտը տնտեսվարողների համար, ինչ ընտրություն պետք է կատարի։ Եթե հարցը տնտեսվարողներն է, ուրեմն իրան տվեք։ Իջես որպես քաղաքացի ԵՏՄ-ն եմ ընտրում։ Իսկ ինչ է կարծում, ինչ քաղաքական շահ է այս ամեն ինչը հետապնդում, ինչ պետք է անի Փաշինյանը։ Ճիշտ է անում, թող շարունակի ինչ անում է։ Իսկ ինչ կոչ ունեք։ Ում։ Իշխանությանը։ Միասնական լինել։ Ինչ է կարծում ռուսական կողմը Փաշինյանին կանգնեցրել է ընտրության առաջ, ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Ո՞րն է ճիշտ, ինչ պետք է անի Փաշինյանը։ Շատ հետաքրքիր քաղաքացիություն հասկացնի, շատ ճկուն, եւ նրանց կողմը լինի երկու կողմից։ Իսկ ո՞րն է ավելի հավաստիկ, քանի որ տնտեսվարողները չեն կարողանում ապրանքները արտահանել ու առաջանում է խնդիր։ Պետք է ինչ-որ ճիշտ լուծում գտնի, ըստ ձեզ ո՞րն է։ Են գալիս գտնում են, ես համոզված եմ, որ իշխանությունը կարողանա բոլոր դեպքերում լուծումը ճիշտ գտնել։ Իսկ ինչ է կարծում, սա ինչ քաղաքական շահ է հետապնդում։ Ոչ մի քաղաքական շահ, հետապնդում է մեր երկրի քաղաքական ծաղկումը միայն եւ ամեն ինչ, ամենայն բարօրություն, ամենայն ծաղկունք եւ այլն, միայն դա։ Ինչպես գիտենք, Փաշինյանին ռուսական կողմը կանգնեցրել է ընտրության առաջ, ԵԱՏՄ թե Եվրամիություն, ինչ պետք է անի Փաշինյանը, չէ՞ որ տնտեսվարողները չեն կարողանում ապրանքները արտահանել։ Ես չգիտեմ, ես չեմ մասնակցում ոչ մի բանին։ Ձեր կարծիքը։ Երևի չեմ։ Իսկ ինչպես գոհ եք մեր իշխանությունների կատարած աշխատանքից։ Գոհ եմ, մի քանի ակցիաներ ենք ապրում մենք։ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին երկընտրանքի առաջ է կանգնեցրել Եվրամիություն կամ ԵԱՏՄ։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսության համար որ ավելի շահավետ կլինի։ Ես թվում է Եվրամիություն։ Այսինքն մենք կարողանանք մեր ապրանքները արտահանել Եվրոպա։ Իհարկե կարող ենք։ Իհարկե դրա համար ժամանակ է պետք։ Իսկ մինչև այդ տնտեսությունը անկում չի ապրի։ Չեմ կարծում։ Ժողովուրդը ամեն ինչ սովոր է, կդիմանա դրան։ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին երկընտրանքի առաջ է կանգնեցրել ԵԱՏՄ կամ Եվրամիություն։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսության համար որ ավելի շահավետ կլինի։ Կարծում եմ Եվրամիությունը։ Այսինքն մենք կարողանանք մեր ապրանքները արտահանել Ֆրանսիա եւ Եվրոպայի այլ երկրներ։
Որ կարողանանք շատ լավ կլինի։ Իսկ մեր տնտեսությունը չի տուժի դրանից։ Չեմ կարծում։ Նիկոլ Փաշինյանին երկընտրանքի առաջ է կանգնեցրել Եվրամիություն կամ ԵԱՏՄ։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսության համար որը ավելի շահավետ կլինի։ ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին երկընտրանքի առաջ է կանգնեցրել ԵԱՏՄ կամ Եվրամիություն։ Ձեր կարծիքով Հայաստանի տնտեսության համար որը ավելի շահավետ կլինի։ Լսեք, իմ կարծիքով Հայաստանի համար ամենաշահավետը կլինի Հայաստանի շահերը պաշտպանելը։ Եթե այսօր ռուսները ձեզ ուղարկել են շատ հեռու, էլ ինչ հույսեր եք կապում իրանց հետ։ Ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից, ինչ է լինելու։ Գիտեք ինչ, այդ ամենախայտարակ ակումբն է։ Ես ընդհանրապես հայկական հեռուստատեսություն չեմ նայում, բավարարվում եմ ռուսական կուլտուրայով։ Իսկ մեր ազգային ժողովից ինչ կասեք, իրար քացի էին տալիս նախորդները, իսկ այժմ Այժմ ինչ եք ասում, ամոթից չգիտեմ գլուխս որ ծակը մտցնեմ, հա։ ինչ կառաջարկեք իրենց։ Կառաջարկեմ լուծարվեք եւ ռադներդ քաշեք։ Ինչ եք կարծում, ինչ սպասել այսօրվա ազգային ժողովի անդամներից, չէ՞ որ նախորդները քացի էին տալիս միմյանց։ Այ հիմա էլ են տալիս, հենա նայում ենք էլի բանը։ Այ քաղաքապետարանը իրան են էլի մորթում, իրան են ջարդում, տենում ենք։ Բան սովորելու փոխարեն իրար են մորթում, ժողովրդին են խայտարակում են իրանք իրանց։ Իսկ ինչ կարելի է անել։ Ինչ իմանամ։ Ժողովուրդը ինչ պետք է անի, որ այս վիճակը։ Ժողովրդինով է հիմա հաշվի առնում։ Ժողովրդի ոչ մի ասածն էլ հաշվի չեն առնում հիմա։ Ոչ մի։ Ավելի վատ սպասենք իրենցից, ինչ եք կարծում։ Գնալով վատի են կեթում, լավի եփ են կեթում։ Ոնց կան կտես մնացել ենք էլի, լավի չեն կեթում։ Նույն մարդասպանությունն է, նույն ամեն ինչն էլ նույնն է, ոչ մի փոփոխություն էլ չունենք։ Մարդկանց կարծիքը հաշվի չի առնվում մեր իշխանությունների կողմից։ Չի առնվում։ Երբ առնվի, որ հիմա էլ առնվեն, ոչ մեկն էլ չի առնում մարդկանց կարծիքը, ոչ մեկը։ Իսկ ինչ կոչ ունեք իրենց։ Ինչ կոչ ունեք։ Ես կոչ ունեմ, որ խաղամոլությունը, թմրամորությունը վերացնեն, գնալով շատանում է, գնալով մարդկանց տները քանդվում է, այդ է թողանեն, դրանց հետևեն։ Ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից, ինչ է լինելու։ Ինչ ասեմ, ես թվում է կլոնադա է լինելու, ինչ պիտի լինի։ Նույնն է լինելու, անցյալում իրար քացի էին տալիս, այժմ կարող է ավելի վատ լինել, ինչ կարծիքի եք։ Դե դրանից վատ ինչ պիտի լինի։ Իսկ ինչ կարելի է անել։ Երևի ինձ թվում է պետք է ինչ-որ օրենքներ, ինչ-որ կարգավորումներ, որ այսպիսի խայտառակություն չլինի, էլի սա մեր ազգի պատկերն է ամեն դեպքում։ Ինչ-որ օրենքով, ինչ-որ պատիժներ, կարգավորումներ, նույնիսկ եթե պետք է մանդատի զրկեմ, բայց սա չի կարելի, ինչ-որ մենք ենք տեսնում։ Խայտառակություն։ Հա, այդ կռիվները, այդ խայտառակությունները արդեն իրար ծեծելու են հասնում։ Այսինքն մենք այդտեղից սպասում ենք ինչ-որ նոր բան ազգին օգուտ, ոչ թե անդադ մեղադրեն նախկին, ներկա եւ այլն։ Սա պետք է չլինի։ Լուծումներ պիտի առաջարկվի։ Սա պիտի լինի, Ազիզ ջան։